Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը մտել է նոր առավել վտանգավոր փուլ։ Վերջին օրերի ընթացքում երկու երկրները միմյանց դեմ իրականացրել են մի շարք ռազմական գործողություններ, որոնք հանգեցրել են զգալի մարդկային կորուստների և նյութական վնասների։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի հեղափոխական գվարդիայի Դուց ուժերի հրամանատարական կենտրոններին։ Ըստ նրանց, այդ կենտրոններից են ղեկավարվում Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Թեհրանում թիրախավորվել է 10 ռազմական օբյեկտ։ Հարվածի է ենթարկվել նաև Իրանի արտգործնախարարության շենքը, կան վիրավորներ։ Իսրայելական հարվածների արդյունքում սպանվել են Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հետախուզության պետ գեներալ Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալ գեներալ Հասան Մոհաքիքը։ Ավելի վաղ սպանվել էր նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։ Իսրայելը հարձակման հենց առաջին ժամերին թիրախավորել է միջուկային գիտնականներին, ովքեր, ինչպես պնդում են, ունեին միջուկային զենք պատրաստելու և նախագծելու խորը գիտելիքներ։ Մոտ 25 գիտնական է թիրախավորվել, սակայն մինչև այժմ հաստատվել է առնվազն 6 գիտնականի մահը։ Իրանը պատասխան գործողություն է իրականացրել, արձակելով հարյուրավոր բալիստիկ հրթիռներ դեպի Իսրայելի տարածք։ Ճշմարիտ խոստում 3 անվանված օպերացիայի շրջանակներում թիրախավորվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ։ Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռները հարվածել են նաև նավթավերամշակման գործարանի շրջակայքին, առաջացնելով հրդեհներ և վնասելով շենքեր։ Հարվածներ են հասցվել նաև Իսրայելի հարավային Զավդիել բնակավայրին։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 224 մարդ, վիրավորվել 1277-ը։ Ողբերգականն այն է, որ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են եղել։ Իսրայելում իրանական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել 380-ը։ Թեհրանի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը։ Բենզալցականների մոտ գոյացել են երկար հերթեր։ Բնակիչները նշում են, որ քաղաքում չկան պաշտպանական կառույցներ, որտեղ հնարավոր կլինի թաքնվել վտանգի դեպքում։ Շատերը փորձում են հասնել Կասպից ծովի ափամերձ ավելի գյուղական և մեկուսացված շրջանները, սակայն ճանապարհները խցանված են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև համաձայնություն կկնքվի։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ երբեմն պետք է թույլ տալ, որ կռվեն։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը վերահաստատել է Եվրոպայի հանձնառությունը խաղաղության, կայունության և դիվանագիտական ջանքերի հանդեպ։ Նա նաև մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ողջունել է Թրամփի կոչը և ընդգծել երկկողմանի վնասների անդառնալի բնույթը։ Հակամարտությունը զգալի ազդեցություն է ունեցել նաև համաշխարհային շուկայի վրա։ Նավթի գները շարունակվում են աճել, անցյալ շաբաթվա 7% աճից հետո։ ԱՄՆ նավթի գինը բարձրացել է 1,2%-ով, հասնելով $73,85 մեկ բարելի համար։ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյազ Զամիրը հայտարարել է, որ գործողությունները Իրանի դեմ ոչ միայն կշարունակվեն, այլ կուժեղացվեն։ Նրա խոսքերով սա անհրաժեշտ է Իրանի կողմից գոյութենական սպառնալիք չեզոքացնելու համար։ Երկու երկրները փոխադարձաբար նախազգուշացրել են միմյանց քաղաքացիներին հեռու մնալ ռազմական և գիտական օբյեկտներից։ Սա կարող է վկայել նոր հարվածների հավանականության մասին։ Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել կողմերին վերադառնալ դիվանագիտական երկխոսության դաշտ և կանխել հակամարտության հետագա էսկալացիան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները փետրվարից ի վեր զգուշացնում էին, որ Իսրայելը հավանաբար այս տարի կփորձի հարվածել Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտներին, հայտնում էր CNN-ը։ Իսկ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օպերացիայի գաղտնի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 8 ամիս։